Ճիշտ ասած հնչեցին այն բոլոր հարցերը, որը որ մտահոգում էին, սակայն երկու պարզաբանում ու վերջում էլի մի հարց կտամ։ Առաջ հերթին զարու համար ասեմ, որ անմաքս առևտրի գոտում ծառայությունները կազմակերպեն միայն մասնագիտացած ընկերությունները ողջ աշխարհում մեկ։ Այսինքն ուտեղ այդ մասով կազմակերպում են միայն այն ընկերությունները, որոնք որ զբաղվում են այդ գործով, որոնք որ նաև համապատասխան որակավորում են ստանում ապրանքները այդ ներկրման համար, այդ գնով ստանալու համար եւ վաճառքի համար։ Հիմա խնդիրը կայանում հետեւյալն է, որ ասենք օրինակի համար ես որպես զբոսաշրջիկ, որը որ ասենք Հայաստանից գնում էր Վրաստան եւ Վրաստանից վերադառնում էր Հայաստան, իմ համար բավական տհաճ է, երբ որ ասենք վրացական կողմից ես կարողանում եմ օգտվել ինչ-որ մի ծառայությունից, որը որ կոչվում է անմաքս առևտրի գոտի, եւ Հայաստանի Հանրապետության տարածքում անցնելուց ես տեսնում եմ, որ ընդհանրապես նմանատիպ որևէ բան մենք չենք նախատեսել մեր երկրից հեռացող կամ հարևան երկիր այցելող զբոսաշրջիկների համար, որտեղ հիմնական հոսքը զբոսաշրջիկությանն է վերաբերում եւ սահմանային առևտրին, չնայած սահմանային առևտրի ռեժիմ մի փոքր այլ է։ Հիմա կարծում եմ, որ այս հարցը բարձրացնելով այս հարցին լուծում տալով, մենք նաև հավասար պայմաններ ենք ստեղծում այն զբոսաշրջիկների համար, ովքեր Հայաստանից են հեռանում։ Իսկ ինչ վերաբերում են հարցին, հիմա կոնկրետես հարցը չի, սակայն ուզում մի հարց տամ, որը որ փորձեք դուք ասեք ձեր համար ճիշտ եք։ Հայաստանի Հանրապետության օդանավակայանում օրինակի համար Հայաստանի Հանրապետության տարածքից մեկնող Ռուսաստանի քաղաքացիները կարողանում են օգտվել արդյոք այդ ծառայությունից, որը կոչվում է անմաքս առևտրի գոտի։ Եթե իրանք կարողանում են օգտվել, ապա այդ դեպքում նույն բանի խնդիրը չի ծագում, հաշվառման խնդիրը չի ծագում, չէ՞ որ մեր անմաքս առևտրի գոտում գործող ընկերություն նույնպես պետք է իր հաշվառման մեջ ցույց տա, որ երկրներ մեկնող ընկերություններն են եւ քաղաքացիներն են օգտվել այդ ծառայությունից։ Եթե Ռուսաստանի քաղաքացիները կամ Եվրասիական տնտեսական միության քաղաքացիները կարող են Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օգտվել եւ իրականացնել այդ առևտուրը, ապա Մոսկովյան օդանավակայաններում նմանատիպ բանը հնարավոր է արդեն։ Հարցս մոտավորապես այդ բանն էր, այդ ուղղությամբ կարելի է փորձել քննարկել։ Շատ տեղին հարց եք տալի, պարոն Արսենյան, այդ հարցը մենք նայել ենք, այդ հարցը մենք տվել ենք ռուսական կողմին, այդ համատությունը բերել ենք, ես ձեր հետ լրիվ համաձայն եմ, ես նշեցի, որ մեր համար սկզբունքորեն ընդունելի չի, որ մեր քաղաքացիները այնտեղից մեկնելուց ըստ էության գտնվում են բավական ոչ հաճելի վիճակում, երբ որ ապրանքը կա, ներկայացված է, բոլորն առևտուր անում են, իրենց ասում են, դες չի կարելի առևտուր անել։ Սա հստակ ասվել է, որ սա ընդունելի չի կարող սենց լինել, նաև ներկայացվել է մեր օրինակը, որ մենք լինելով նույն Եվրասիական միության անդամ երկրներում, ըստ էության նույն կարգավորումների շրջանակներում մենք չենք անում այդ բանը։ Հիմա ես ձեզ ներկայացնեմ, թե լուծումը որտեղ է։ Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավականում, երբ որ ուղևորը առևտուր է իրականացնում, այդ կտրոնի միջոցով, թե ինքը ուր է թռնում, դրա միջոցով համակարգը էլեկտրոնային կարող է տարբերակել, թե որ գնման, որ ուղևորի համար կատարված գնման դեպքում է հարկ առաջանում, որի դեպքում ոչ։ Մեր ամաքս առևտրի գոտին այդ հարկերը ինքը ընդհանրացնում է, առանձին ուղևորների համար տարբեր գներ չի հաշվում եւ միջինացված արժեքով ինքը իր հարկը հանում է, մեկից հարկը վճարում իրականում, մեկից չի վճարում, բայց այդ ընդհանուր առմամբ նախատեսում է իր ծախսերի մեջ միջինացված արժեքով ինքը իր գնային քաղաքականությունը իրականացնում է։ Մենք այս նույն օրինակը բերել ենք իրենց, ասելով, որ միգուցե լուծումներից մեկը սա է, իրենք ասում են, որ էլեկտրոնային առումով իրենք այդ հնարավորությունը չունեն, որպեսզի ներսում հարկային տեսանկյունից տարբերակեն։ Դրա պատասխանը հետևում է դրանով, որ ամեն դեպքում պետք է խնդրին լուծում տալ, որովհետև անverջ անժամկետ նման վիճակը պահելը ընդունելի չէ, եւ որպես լուծում հիմա նախատեսում են, որպեսզի թռիչք ուղիները առանձնացնեն եւ դրանով այդ խնդիրը կարգավորեն։ Ամեն դեպքում ես նորից եմ նշում, որ ես համաձայն եմ, որ այդ խնդիր կա, մենք բարձրացրել ենք, քննարկում ենք, բայց միաժամանակ հասկանում ենք, որ նաեւ լուծումները որոշակի ունեն համակարգային փոփոխությունն է, այնտեղ ենթակառուցվածքային փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն եւ հուսով ենք, որ մոտ ժամանակներում այդ հարցը կարգավորվի։ Շնորհակալություն։ Արձագանքի համար Գուրգեն Արսենյան։ Շնորհակալություն, բայց ես կարծում եմ, որ ասենք, եթե դուք այդ բանակցությունները ուղղով եք վարում, դուք ոչ արդյունավետ ճանապարհ մի կողմ են գնում,
մոտեցումը սխալ է, ուզում եմ ասեմ, ի սկզբանե, ու վերջում կտենաք, որ մենք ավելի մեծ խնդրեմ կստանանք։ Լուծումը այլ տեղում է, այդ լուծումը ձեր գոլեգա նախարարության հետ քննարկումների մեջ է, որ Ռուսաստանի է, ձեր գոլեգաների հետ քննարկման մեջ է, որպեսզի իրականացվի պարզապես էլեկտրոնային ծրագրավորման փոփոխություն, ընդհանրապես որտեղ այդ թռուշկողների առանձնացում եղավ, մենք դա տեսել ենք բազմաթիվ անգամ, բազմիցս, սկսած սովետական միության տարիներից, հետո այն բոլոր իրադարձները, որը տեղի ունեցան աշխարհում հակաահաբեկչական ու դրանից սկսեցին էլի առանձնացնել թռուշկը, վերջում ստացվում է ռեզերվացիա։ Դա ուզում եմ ասեմ, այդ արդյունքն եք ստանալու, փորձեք ավելի քաղաքակիրթ մեխանիզմով գտնել այդ հարցի լուծումը։ Դա ընդհանրապես բանի փոփոխություն է, ծրագրային ապահովման փոփոխության խնդիր է, շնորհակալություն։ Այդ մասով թույլ տվեք արդեն չհամաձայնվեմ, որովհետև մենք իրենց լուծում չենք առաջարկում։ Մենք խնդիրն ենք բարձրացնում եւ խնդրի լուծումն ենք ակնկալում, որպեսզի մեր քաղաքացիները նմանատիպ իրավիճակի մեջ չընկնեն, թե ինչպիսի լուծմամբ այդ խնդրի, ինչպիսի ճանապարհով այդ խնդրի լուծումը կտրվի, այլևս մենք չենք կարող ասել, որ սա այսպես մի բաժանեք, այլ էլեկտրոնային փոխելու ճանապարհով այդ հարցը լուծեք, եւ մենք ունենք նաեւ Եվրոմիության օրինակը, որ շատ քաղաքներում օդանավականներում գործում են Եվրոմիության ներքին ռեյսերի համար անդամ երկրներ թռնելու համար այլ, այսպես ասած, թռիչքուղիներ, գեյթեր, հա, մյուսների դեպքում այլ, այդ դեպքում ռեժիմները տարբեր են գործում։ Կա նաև այլ օրինակ Պրագայի դեպքում, որ յուրաքանչյուր ապրանքի վրա դրվում է 2 գին։ Մենք ամեն դեպքում չենք առաջարկում, թե ինչ ճանապարհով լուծում տալ։ Մենք ասում ենք, որ սա խնդիր է, մենք նմանատիպ խնդիր չենք առաջացնում եւ ակնկալում ենք, որ մեր քաղաքացիները նույն խնդիրը չունենան։